Մեծարգո պարոն փոխնախագահ J.D. Vance, ԱՄՆ պատվիրակության հարգելի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Երևանում 3 տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փոխնախագահն այս մասին խոսեց, երբ նրան հարցրին, թե Վաշինգտոնը որքան ներդրում է նախատեսում անել TRIP նախագծում։ Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թե այս թե Միացյալ Նահանգների հետ մյուս ծրագրերի իրականացումը կապեց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ։ I think the question is really, how do we get the peace deal into a good next phase? How do we keep the prime Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ the long-term partnership to make this kind of a thing stick. Խորհրդարանին դիմադիր Հայաստան խմբակցությունից կարծում են, եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ամերիկյան վարչակազմը եւ առհասարակ բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքները, անկախ նրանից, թե հիմա ինչ են հայտարարում։ Իսկ փոխնախագահ Վենսի ասածը միջամտություն համարում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատյանը ուղիղ չպատասխանեց։ Շաբաթներ առաջ Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր նախընտրական շրջանում Փաշինյանի բարձր վարկանիշից եւ խաղաղության հարցում նրա դերակատարությունից։ Ընդդիմադիրները Հական Ֆիդանի հայտարարությունը մեկնաբանել էին ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին եւ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նախ Միացյալ Նահանգների եւ Հայաստան հարաբերությունները համատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չի կարելի։ Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես գրեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին։ Սա խնդիրը դառնում, ասենք Թուրքիայի միջամտությունը ուղղակի պարզ էր, գրեհիկ էր եւ գործնական էր։ Այստեղ Միացյալ Նահանգները ասին, որ իրենք ցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց վստահ եմ, երբ ընտրությունները մի նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաեւ նոր իշխանություն։ Այսինքն միջամտություն այստեղ չկա։ Ես ասում եմ, մարդը փոխնախագահ իր ցանկությունն է արտահայտել։ Իշխանությունից սուտ էին որակել ընդդիմության պնդումները, թե Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում։ Իսկ ինչպես են ՔՊԱ-ականները վերաբերվում ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին Վենսի հայտարարությանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց. ամերիկյան կողմը գնահատում է Նիկոլ Փաշինյանի դերը խաղաղության հաստատման գործում։ Մենք շատ շնորհակալ ենք, որ դա գնահատվում է մեր Միացյալ Նահանգների գործընկերների կողմից եւ տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է գործընկերություն անել այնպիսի Հայաստանի հետ, որը հավատարիմ է մնալու խաղաղության գործընթացին եւ որը հավատարիմ է մնալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին եւ գործարքներին։ Վերադառնալով TRIP-ին, 3 ներդրումներից Վենսը խոսեց առանց կոնկրետ թիվ նշելու։ Պնդեց տարածաշրջանի նաև աշխարհի մի շարք գործընկերներ հետաքրքրված են այդ նախագծով։ Այն համարում են ներդրումային լավ հնարավորություն։ Ընդհանուր առմամբ 3 բանակցություններից հետո TRIP-ի վերաբերյալ իրենց քննարկումներից ոչ վարչապետ Փաշինյանը, ոչ փոխնախագահ Վենսը նոր մանրամասներ չհայտնեցին։ J.D. Vance-ը միայն նշեց Նիկոլ Փաշինյանի հետ երկար խոսել են գործընթացներն արագացնելու մասին։ Պարբերաբար ընդգծեց փոխկապակցվածությունը, տնտեսական զարգացումը լավ է ոչ միայն բարգավաճման, այլ նաև խաղաղության համար։ I'm also very proud to talk about the TRIP Enterprise Fund. I think most of you TRIP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների ու խողովակաշարերի կառուցման գործում եւ կրկնեմ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրականում բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար եւ թույլ կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրից։ so forth, it means that this region can have an enduring peace. We don't just ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIP-ն առաջ մղելն է։ Փաշինյան-Վենս բանակցություններից հետո հրապարակային ոչ միայն Թրամփի ուղուց քիչ խոսվեց, այլ նաև անդրադարձ չեղավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։ Բաքուն ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ այնտեղից հեռացնել
դիմացնել հղումը անկախության հռչակագրին։ Ընդդիմության գնահատմամբ թե այս, թե թրիփի շուրջ դրական զարգացումներ չեն սպասվում։ Թրիփը երկաթուղի նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռելսերը, իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասխ կամ երասխից իջնել մինչև ագարակ։ Եվ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Հայաստանի ապաշրջափակումը արդեն սկսվել է, ընդդիմությունը ուշացել է կամ չի ուզում տեղյակ լինել այդ մասին, իրենք տեղյակ չեն։ Չեն ուզում առերեսվել իրականության հետ, որ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են առևտուր անել, Հայաստանը Ադրբեջանի իր երկաթուղին փոխաբերական կերպով ասած ապաշրջափակել է Հայաստանի համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել են տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարը։ Այս հարցում կարևորեց նաև Հայաստան-Թուրքիա կարգավորումը։